Սիրելի հետևորդներ, «Հարսնաձորի լեգենդը» սերիալի նոր դրվագներն ուղղակի գլխի վայր շրջեցին մեր բոլոր սպասելիքներն ու կանխատեսումները, և այժմ մենք ականատես ենք լինում այնպիսի ճակատագրական իրադարձությունների, որոնք հավերժ կփոխեն բոլոր հերոսների կյանքը։ Այն, ինչ տեղի ունեցավ այս սերիայում, իսկական հոգեբանական թրիլեր էր, որտեղ ամեն մի վայրկյանը հագեցած էր խեղդող լարվածությամբ և անսպասելի բացահայտումներով։ Սկսենք այն ցնցող պահից, երբ Աբոն կուրացած իր միակ դստեր կորստի վախից ու վշտից ատրճանակն ուղղում է Սաքոյի վրա։ Թվում էր, թե սա Ադամյանների տան վերջն է, բայց ճակատագիրն այլ պլաններ ուներ։ Ճիշտ այն վայրկյանին, երբ կարող էր հնչել մահացու կրակոցը, տուն են ներխուժում ոստիկանության աշխատակիցները՝ Սոնայի թունավորման մանրամասները պարզելու նպատակով։ Քննիչի պրոֆեսիոնալ հայացքից չի վրիպում տիրող քաոսը, և նա անմիջապես հասկանում է, որ Սոնայի դեպքը պարզ ինքնասպանության փորձ կամ դժբախտ պատահար չէ։ Շատ հիմնավոր կասկածներ կան, որ դա ծրագրված մահափորձ էր, որի գլխավոր մեղավորը Սաքոն է։ Աբոյին բնականաբար բերման են ենթարկում զենք գործադրելու փորձի համար, սակայն հարցաքննության սենյակում Աբոն ցուցաբերում է ապշեցուցիչ սառնասրտություն և տրամաբանություն։ Երբ քննիչը փորձում է հասկանալ նրա շարժառիթները, Աբոն տալիս է մի պատասխան, որն ուղղակի անկյուն է քշում իրավապահներին։ Նա նշում է, որ Սաքոն իր դեմ բողոք չի ներկայացրել զինված հարձակման համար։ Եվ իսկապես, եթե Սաքոն անմեղ լիներ, ինչու պետք է լռել, երբ իրեն փորձում են սպանել։ Այս լռությունը Սաքոյի մեղավորության և խելագարության ամենամեծ ապացույցն է, ինչը քննիչներին կստիպի շատ ավելի խորը փորփրել Ադամյանների տան կեղտոտ գաղտնիքները։ Մինչ ոստիկանությունը զբաղված է Սաքոյով ու Աբոյով, Ադամյանների կայսրությունը շարունակում է փլուզվել ամենադաժան ձևով։ Վռամի համար մղձավանջը գնալով ավելի անտանելի է դառնում։ Գրասենյակից ստացված հերթական զանգը վերջնականապես կոտրում է նրան։ Պարզվում է, որ Արմոն հասցրել է վաճառել ևս մի քանի բեռնատար։ Վռամը հայտնվում է կատարյալ շոկի մեջ, քանի որ գիտակցում է դաժան իրականությունը։ Արմոն իր ձեռքում ունի Սաքոյի ստորագրությամբ դատարկ թուղթը, ինչը նրան տալիս է անսահմանափակ իշխանություն։ Նրանք աչքի առաջ կորցնում են տարիներով ստեղծած ողջ ունեցվածքն ու շատ շուտով կարող են պարզապես հայտնվել փողոցում։ Հուսահատված Վռամը փորձում է փրփուրներից կախվել և Նարեից է տեղեկություն փնտրում Արմոյի գտնվելու վայրի մասին, սակայն իզուր։ Նարեն նույնպես ոչինչ չգիտի և զարմանքից քարանում է, լսելով Արմոյի նման ստոր ու հաշվենկատ քայլերի մասին։ Սա ապացուցում է, որ Արմոն գործում է բացարձակապես մենակ, առանց որևէ մեկին խղճալու։ Սակայն այս համընդհանուր մթության ու ողբերգությունների մեջ տեղի է ունենում իսկական հրաշք, որը արմատապես փոխելու է սերիալի ողջ ընթացքը։ Հիվանդանոցում երկարատև ու ծանր անգիտակից վիճակից հետո Սոնան վերջապես բացում է աչքերը։ Նրա հիվանդասենյակ մտած բժշկուհին հայտնում է մի լուր, որն ուղղակի շրջում է Սոնայի գիտակցությունը։ Պարզվում է, որ Սոնան հղի է։ Եվ ամենաանհավանականն այն է, որ նման ահռելի չափաբաժնով հոգեմետ տեղեր ընդունելուց և կլինիկական մահվան եզրին հայտնվելուց հետո նրա հղիությունը չի ընդհատվել։ Երեխան ողջ է մնացել։ Սոնայի ապշանքն ու հուզմունքն աննկարագրելի են։ Նա նույնիսկ չգիտեր իր հղիության մասին և հիմա այս դժոխքի միջով անցնելուց հետո իմանում է, որ իր մեջ նոր կյանք է կրում։ Այս երեխան իսկապես պարգև է, որը կարող է վերափոխել Սոնայի և Վռամի խարխլված հարաբերությունները։ Բայց Սոնայի ուրախությունը շատ կարճ է տևում։ Նրան տեսակցության է գալիս հայրը Աբոն, ով արդեն կայացրել է իր անբեկանելի որոշումը։ Աբոն խստությամբ հայտարարում է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սոնան այլևս ոտք չի դնելու Ադամյանների տուն, քանի որ այնտեղ ապրելը հավասարազոր է ինքնասպանության։ Սոնան հայտնվում է ծանր երկընտրանքի առաջ։ Մի կողմից նա հասկանում է հոր արդարացի անհանգստությունը, մյուս կողմից նա դեմ է այս որոշմանը, չէ՞ որ հիմա նա Վռամի երեխային է կրում։ Սոնան կամուկացի մեջ է և վախենում է ասել հորն իր հղիության մասին, քանի որ չգիտի, թե ինչպես կարձագանքի Աբոն, իմանալով, որ իր աղջիկը հավերժ կապված է իր թշնամիների ընտանիքի հետ։
Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, արդյոք Սոնան կհամարձակվի հակառակվել հորն ու կպատմի հղիության մասին, եւ ինչպես կվարվի վռամը, երբ իմանա, որ շուտով հայր է դառնալու հենց այն պահին, երբ կորցրել է իր ողջ կարողությունը։ Սպասում ենք ձեր վերլուծություններին ու ենթադրություններին մեկնաբանություններում։